Ձեզ վլոգ եմ բերել, այսօր հուլիսի 11-ն է և մենք հանգստանում ենք Դիլիջանում։ Ուզում եմ ձեզ ցույց տալ վայրը, որտեղ որ մենք հանգստանում ենք։ Սկզբում բակը ցույց կտամ, հետո կանցնենք սենյակներին, գնացինք։ Այսպիսի գեղեցիկ տեսարանով բակն է։ Գնացինք։ Երեխաները լողանում են լողավազանում։ Սա բատուտն է, մեծ հսկայական բատուտ է, այսպիսի զրուցարան կա, մեծ հսկայական։ Մտնում ենք տուն, հիմա սկզբում սա առաջին հարկն է, և մտնում ենք միանգամից խոհանոց։ Սիրուն դիզայնով խոհանոց է, սա այսպես ասած հյուրասենյակ և խարույկի զոնա ներսում։ Դե իհարկե խաղասենյակ երեխաների համար, հով, սիրուն, ներքևում սանհանգույց և բարձրանում ենք երկրորդ հարկը։ Այսպիսի գեղեցիկ տեսարանով ենք բարձրանում և լուսավոր, սանհանգույց ունենք և լոգարան, շքեղ, սենյակ համար 1։ Սա երեխաների սենյակ, սա 3-րդ սենյակ է, մեծերի 4-րդ սենյակ, ընդհարցակ լուսավոր սենյակներ են։ Ունենք այսպիսի հյուրասենյակ, երկրորդ հարկում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի բակ։ Լողավազան, խարույկի զոնա, բատուտ, շատ սիրուն և սարեր, ամենակարևորը։ Սա արդեն թվերը խառնեցի, որ սենյակն է, սենց գեղեցիկ դիզայնով, գրկել լուսավոր երկու կողմից պատուհաններով։ Այս կողմում նույնպես սենյակ կա, ուղղակի ներսում մարդ կա, չեմ բացում դուռը։ Շանում ենք 3-րդ հարկ, մեկ ինչքան սիրուն ամեն ինչ 3-րդ հարկում։ Սա 3-րդ հարկն է, կա այստեղ երեխաների համար խաղալու, զբաղվելու ամեն ինչ։ Նաև այցելեցինք Գոշավանք, մասնակցեցինք պատարագի, վանքինկից, հայկական լեռներում աճող բույսերից թեյ էին վաճառում, դա էլ փորձեցինք բնականաբար, անպայման ձիավարության դասեր էլ անցանք, բնությունն ուղղակի հրաշք է, ուզում եմ դուք էլ անպայման այցելեք։ Իսկ օրվա վերջում հավաքվել էինք խարույկի մոտ, տղաս գիթառ էր նվագում, մենք էլ վայելում էինք հաճելի երեկոն։ Եթե ուզում եք իմանալ վայրը, որտեղ մենք մնում էինք, գրեք մեկնաբանություն և ես ձեզ կպատասխանեմ։